Ողջույն, 24-ի եթերում հետագիծն է եւ ես Նարեկ Գալստյանը, վաղը մայիսի 9-ին լրանում է 80-րդ տարեդարձը մեծ հայրենական պատերազմի հաղթանակի։ Մայիսի 9-ին խորհրդային եւ դաշնակից ուժերը ավարտեցին Բերլինի գրավման օպերացիան, որից հետո արդեն կնքվեց անվերապահ կապիտուլյացիան, որի արդյունքում, այսպես ասենք, աշխարհը պատած կամ ամենայն դեպս եվրոպական մայրցամաքը պատած դարչնագույն չարիքը, ինչպես անվանում էին նացիստական վարչակարգին, ունեցավ իր ավարտը։ Այժմ վերջին շրջանում Հայաստանում սկսվել է քննարկվել մասնավորապես պետական մակարդակով, արդյոք մայիսի 9-ը մեր հայերիս հաղթանակի օրն է նաև թե ոչ, արդյոք սա մեծ հայրենական թե երկրորդ համաշխարհային պատերազմ է, արդյոք մեծ հայրենական պատերազմի ժամանակ խորհրդային միության դերակատարությունը ավելի կարևոր էր, քան դաշնակիցների տված ֆինանսական օգնությունները։ Այս եւ այլ հարցերի շուրջ ես զրուցել եմ պատմական գիտությունների թեկնածու Միրան Հակոբյանի հետ։ Միրան, ողջունում եմ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ինչու մեծ հայրենական պատերազմ։ Մեծ հաշվով ես հարցս ուղղակի ձևակերպեմ, ինչ է ներկայացվում հիմա, ինչպես ասում են, սպատեքստում, հա, որ մենք եղել ենք օկուպացված ժողովուրդ սովետական միության կազմում, մեզ քշել են մի տեղ, որը մեր պատերազմը չէր, եւ մենք անկապ տեղը, ներողություն ես բառի համար, տվել ենք 300,000 զոհ։ Սա այդ քարոզչության այսպես նուրբ հատվածն է, որը մեծաշուտ դա է ենթադրում։ Ինչու մեծ հայրենական պատերազմ։ Դուք շատ դիպուկ նշեցիք, նուրբ քարոզչություն է գնում, որ Հայաստանը օկուպացված է եղել, հայերը օկուպացված են եղել եւ քշել են պատերազմ եւ դա մեր պատերազմը չէր, մինչդեռ պատմական ճշմարտությունը եւ իրականությունը այլ բանի մասին են։ Նրա մասին են, որ մեր պապերի համար դա իրոք եղել է հայրենական պատերազմ եւ անգամ հետ պատերազմական սերունդը դրանով շատ հպարտանում էր եւ դա շատ կարեւոր է, որի մասին այսօր կամ չի խոսվում կամ շատ քիչ է խոսվում, ցեղասպանության կոմպլեքսը հաղթահարելու ձև էր։ Դա ապրելու ձև էր, որով ցեղասպանության ենթարկված մարդիկ հայտնվեցին մի վայրում, որը հաղթել էր մարդկության պատերազմի, մարդկության պատմության ամենամեծ պատերազմում, եւ դա հպարտության առիթ էր, եւ դա ապրելու առիթ էր։ Հայրենական պատերազմ էր, որովհետեւ սովետական միությունը հայերը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության քաղաքացիները ընկալում էին որպես հայրենիք։ Եվ դա բոլորի մասին չի իդեպ։ 15 հանրապետությունների մասին չի։ Հայաստանը այն հանրապետություններից էր եւ հայերը խորհրդային ժողովուրդներից էին, որոնք այդ երկիրը ընկալում էին եւ ընդունում էին որպես հայրենիք։ Եվ սրա ապացույցը այն է, օրինակ, որ մենք երկար տարիներ, չէ, ինչ-որ ձեռառնական ձևով խոսել ենք, որ օրինակ ադրբեջանցիները քիչ մարշալներ ընդհանրապես չեն տվել, ընդամենը մեկ գեներալ գնդապետ են տվել երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այն էլ ադրբեջանցի չի, Թալիշա, իսկ մենք 120-ից ավել գեներալներ ենք տվել, 5 մարշալներ ենք տվել, ահռելի թվով խորհրդային միության հերոսներ ենք տվել, ուստի մենք կռվող ժողովուրդ ենք, ադրբեջանցիները կռվող ժողովուրդ չեն։ Ինձ թվում է իրականությունը այլ տեղ է։ Այնտեղ է, որ հայերը ցարական Ռուսաստանում, հետո խորհրդային միությունում իրենց օկուպացված չէին համարում, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք եկեք ճշմարտության տեսանկյունից նայենք, 200 տարի առաջ, երբ որ Ռուսաստանը այս տարածաշրջան եկավ, եթե ռուսական բանակը հայերի համար դա ազատարար բանակ էր, որը եկել էր իրենց ազատագրելու, մուսուլմանների համար այդ ժամանակաշրջանում դա ադրբեջանցի տերմին չկար։ Նրանք օկուպանտներ էին։ Դա հիմա ուժը չի պատում, օկուպանտ են, չի կարող դրա դեմ պայքարել, բանակ գնում է, որովհետև չի կարող չգնալ, այդ 2 տարին գնում ծառայում է, բայց ռազմական կարիերա չի անում, սպա չի առնում, որովհետև դա իրենց կիսանկախ միավորումներ էին Ադրբեջան, մուսուլմանական այսպես ասենք։ Չէ, կիսանկախ չէ, դա ամբողջովին վերացրել են ռուսները։ Չէ, այն ժամանակ, երբ որ եկել են, իրենք հետո դա անցալել են որպես օկուպացիա, ուժները չի պատել, որպես ինչ-որ բաներ անեն, ապստամբություններ անեն, չնայած մերթ բռնկվել է, բայց նույն խորհրդային շրջանում էլ ընկալումը, որ դա իրենց հայրենիքը չի եւ այդ հայրենիքի համար չարժի ռազմական կարիերա անել, դառնալ կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանության այդ սուրբ գործին, ի տարբերություն հայերի ադրբեջանցիները չէին անում։ Դա նրա մասին չի խոսում, որ ադրբեջանցիները կռվող չեն, պատերազմող չեն, դա խոսում է նրա մասին, որ
իրենք դա որպես իրենց հայրենիք չէին ընկալում։ Ովքեր են Հետաքրքիր մի բան էլ կա, ու դա եթե մենք նայենք խորհրդային ժողովուրդներին երկրորդ աշխարհամարտի մասնակից, դա կրոնական ֆակտորով բացատրել հնարավոր չէ, որովհետև օրինակ նույն թաթար մուսուլմանները շատ մեծ հերոսություններ են արել եւ ահռելի թվով սպաներ, գեներալներ են տվել երկրորդ հայրենական պատերազմի ժամանակ, ի տարբերություն օրինակ նույն ադրբեջանցիների։ Այսինքն այստեղ ընկալումների խնդիր է, որը կա։ Հետաքրքիր բան էլ կա, որովհետեւ մեկը չի արել այդ հետազոտությունը, բայց զուտ խոսակցությունների, հիշողությունների, մակարդակով դեռևս գիտնականները դա պետք է այսպես գիտական մակարդակի բերեն, բայց խոսակցությունների մակարդակով հիշողությունների կա, որ օրինակ մեծ թվով դասալքում էին հատկապես ադրբեջանցիները։ Իրենց ոտքին էին կրակում, օճառ էին ուտում, որպեսզի ռազմաճակատից իրենց հետ քաշեն։ Այսինքն եթե մենք նայենք անգամ ազգագրական կազմը մեկ շնչին ընկնող դասալիքների, ապա այդտեղ ադրբեջանցիներն էլ հսկայական քան եւ նույն այդ ընկալումներից է գալիս, որովհետեւ չէին համարում հայր։ Հայերի մոտ հակառակը, դա իրենց հայրենիքն էր, այդ հայրենիքի համար իրենք գնացել են, կռվել են, զոհվել են, պաշտպանել են եւ ռազմական կարիերա են արել։ Եվ դրա դրսեւորում այդ 120-ից ավել գեներալներն են եւ 5 մարշալները։ Այլ բացատրություն չկա, դրա համար էլ հայրենական պատերազմ է։ Ես միգուցե հարցս մի քիչ պրիմիտիվ հնչի, բայց եթե վերանանք մենք հայենք իրենք ադրբեջանցի, ովքեր էին ճիշտ։ Այսինքն ձերացից ստացվում է, որ մենք, ինչպես այսօրվա իշխանությունների տրենդն է, այսպես քարոզչական ցույց տալիս, մենք կռվում էինք հանուն կայսրության, այլ ոչ թե կռվում էինք հանուն մեր երկրի, ադրբեջանցիները չէին կռվում հանուն կայսրության, որպեսզի ունենային սեփական երկիրը։ Կա այստեղ ճշմարտություն է, ռացիոնալ դարձ։ Սեփական երկրի խնդիր չկա, կա այլ մոտեցում, դա հետևյալն է, ադրբեջանցիները չէին կռվում, որովհետև չէին ընկալում դա իրենց հայրենիքը։ Ինչպես օրինակ երկար դարեր հայերը ապրելով Օսմանյան կայսրության մեջ, այտենց չէ, որ Օսմանյան կայսրության համար խելքները գնան պատերազմեն ինչ-որ բան անեն, դա չէին ընկալում որպես իրենց պետություն, որի քաղաքացիները գրաված պետություն է, հպատակ ժողովուրդ։ Այո, հպատակ ժողովուրդ, օկուպանտը եկել է ուժը չի ներում, որպեսզի ապստամբես ազատագրվես, ինչ որ պետք է համակերպվես, դե համակերպվում ես։ Նույնը, երբ որ Արևելյան Հայաստանը Իրանի կազմում էր, նույն իրավիճակն էր։ Խորհրդային ցարական Ռուսաստանը, հետո Խորհրդային Միությունը բոլորովին այլ իրավիճակ է, այդ մարդիկ ընկալել են դա որպես իրենց հայրենիք, իրենց պետություն, որը իրենց պաշտպանում է, իրենց կյանքի անվտանգության, արժանապատվության անվտանգությունը ապահովում է, դրա համար էլ գնացել են, կռվել են, ռազմական կարիերա են արել։ Եվ իրականում հենց ինչի հայրենական պատերազմ նույն հայերի համար, որովհետև օրինակ եթե 43 թվականին թուրքական բանակը պատրաստ էր ներխուժելու հարավային Կովկաս, դուք պատկերացնում եք երևի հայերի հետ ինչ էր տեղի ունենալու, իսկ ադրբեջանցիների հետ ինչ էր տեղի ունենալու։ Ադրբեջանցիք սիրով եւ անով ծաղիկներով ընդունել է։ Սրա տակի պատմագրական ճշմարտությունը մենք մինչև հիմա այս թեզը շատ լսել ենք, հիմա դες որպես պատմաբան ուզում եմ այդ հարցը տալ, որ եթե Խորհրդային Միությունը պարտվեր Ստալինգրադի ճակատամարտում եւ Ստալինգրադը ընկներ, ապա Թուրքիան բացելու էր այսպես կոչված երկրորդ ճակատ, արդեն Կովկասից փորձելով մտնել Բաքու եւ ընդհանրապես հարավային Կովկաս։ Ու Ստալինգրադի հաղթանակը Սովետական Միության կողմից ձևակերպված թույլ չտվեց Թուրքիային կամ Թուրքիան զգուշացավ, հասկացավ ուժերի հարաբերակցությունը եւ այլն։ Սրա տակ կա պատմական ճշմարտություն։ Միանշանակ կա, դրա փաստերը կան, փաստերից շատ կարևոր է օրինակ, որ երբ որ թուրքերը գալիս են գերմանական դեսպանատուն Անկարայում, դեսպանը այդ ժամանակ ֆոն Պապենն էր, նախկին Վայմարյան հանրապետության արտգործնախարարը, եւ թուրքերի մոտ տպավորություն էր, որ Ստալինգրադում գերմանացիները 6-րդ բանակը հաղթել են գերմանական եւ անզգուշություն են ունենում Պաուլոսի բանակը այսինքն։ Այո, գերմանացիները ֆոն Պապենի գլխավորությամբ անզգուշություն են ունենում ասելու, որ 6-րդ բանակը շրջափակման մեջ է։ Մինչդեռ թուրքական աղբյուրներում կա, որ եթե չեմ սխալվում, Իսմետ Ինենյուի գլխավորությամբ են եկել են հատուկ դեսպանատուն, իմանալով, որ Ստալինգրադում հաղթել են գերմանացիները, եկել են հայտնելու, որ գալիս միանում են պատերազմին։ Չմոռանանք, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան այսպես չակերտներում ասված նեյտրալիտետ էր պահպանում եւ հետաքրքիր է, որ Գերմանիային պատերազմ է հայտարարել հենց այս օրը, մայիսի 8-ին ընդամենը, 45 թվականի,
որովհետև մտածում էր, որ անպայման իրեն պատժելու են։ Դա այլ քննարկման թեմա է, բայց նույն 43 թվականին, երբ որ գալիս են հայտնելու, գերմանացիները անզգուշություն են ունենում ասելու, որ Ստալինգրադում պարտվել ենք, որի հետևանքով ոչինչ չեն ասում եւ վերադառնում են, բայց թուրքական բանակը այսինքն ներողություն, եթե այդ ֆային ֆոն պապերն կամ գերմանացի դիվանագետները բերաններից բաց չթողնեին, միանշանակ ամենայն հավանականությամբ թուրքերը անցնելու էին Արաքսը, այդ ժամանակաշրջանում բազմաթիվ թվերով կա, քանի դիվիզիա էր կանգնած նույն Հայաստանի այդ սահմանին, արխիվային փաստաթղթերում կա, թե օրական թուրքերը քանի սահմանապահ էին գնդակահարում, Արաքսի ափից այս կողմ կրակում էին անընդհատ, եւ այդ դիվիզիաները ներխուժելու էին Հարավային Կովկաս։ Իսկ լարվածություն էին պահում, լարվածություն պահում էին եւ որոշում ընդունեն։ Եվ այն պահին իսկ ինչ էր Ստալինգրադը, Ստալինգրադում ընդամենը գերմանական բանակը փորձում էր փակել Վոլգայի ափերը, որպեսզի հարված չստանա այդ կողմից եւ ստրատեգիական ուղղությունը Բաքուն էր։ Պետք է գնային Բաքու։ Եթե Ստալինգրադում հաջողում էին, դրանից հետո Թուրքիան անմիջապես ներխուժում էր, որպես արդեն Գերմանիայի պաշտոնապես դաշնակից, բայց սրա մասին քիչ է նաեւ խոսվում։ Մեր բախտը բերել է ոչ միայն Ստալինգրադում հաղթանակով, այլ նաև մոտավորապես նույն ժամանակաշրջանում մեր բախտը բերել է Աֆրիկայում անգլիացիների հաղթանակով, որտեղ նույն Էլ Ալամեյնում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, եթե Ռոմելի զորքերը հաջողեին եւ անգլիացիները չկարողանային գիծը պահել, ընդամենը 3 շաբաթում իրենք հայտնվելու էին Բաքվում։ Սիրիական անապատներում չկար մերձավոր արևելքում մի ուժ, որ կարող էր իրենց կանգնեցնել։ Այսինքն երկու տեղում էլ հայ ժողովրդի բախտը բերեց եւ փրկվեց հերթական ցեղասպանությունից, որովհետեւ Հարավային Կովկաս ներխուժած թուրքական բանակը մենք գիտենք ինչերի է ընդունակ եւ ինչեր տեղի ունենալու։ Մի ուրիշ դիտարկում էլ հայերենական պատերազմի հետ կապված մինչև 30-ականների վերջ խորհրդային միության ներքին քաղաքականությունը Մոսկվայի քաղաքականությունը, այսպես ասեմ, միութենական երկրների նկատմամբ եւ այդտեղի ժողովրդների նկատմամբ կարծես թե մի քիչ այլ էր եւ ազգայնական կամ ազգային ցանկացած դրսևորում այսպես մեղմ ասած չէր ընկալվում, եթե չասեմ, որ շատ ծանր պատժվում էր ու դրա վկայությունները բազմաթիվ բազմահարյուրավոր են, հա, այսպես ասեմ։ Արդյոք մեծ հայերենական պատերազմը դարձավ այն տրիգերը, որի ժամանակ սովետական միությունում թույլ տրվեց չափավոր առումով բարձրացնել ազգային դաստիարակությունը ու դա էլ ժամանակակից կամ այսպես ասեմ խորհրդային միության վերջում գտնվող հայ մարդու ինքնության որոշակի պատկեր ձևավորեց։ Կարողացա բացատրել հարցս մոտավորապես։ Հարցը հասկանալի է, միանշանակ հայրենական մեծ պատերազմ։ Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանքը գրվեց հենց այդ դրա համար, այսպես էլ այսպիսի բաների մասին։ Այդ ամեն ինչը արվում էր հենց դրա համար, ազգային ոգին արտնացնելու համար, ոչ միայն հայերի շրջանում, այլ նաև ուրիշ ժողովուրդների։ Օրինակ, եթե հայերը ասում են Դերենիկ Դեմիրճյանը թոքաբորբով հիվանդ է եղել եւ ընդամենը 2 թե 3 ամսում է գրել Վարդանանքը, այդ շրջանում պետական պատվեր է եղել, հա, որ հայերի պատմությունից գտեք այնպիսի մի էպիզոդ, որ վեբ լինի, մարդիկ կարդան եւ դրանից ոգևորված գնան պատերազմեն թշնամու դեմ։ Օրինակ ադրբեջանցիների մասով ասում են, որ քանի որ պատմության հետ կապված մի փոքր խնդիրներ կա ադրբեջանական, օրինակ այդ շրջանում է նույն Ստալինի հրահանգով Նիզամին ադրբեջանացվել, այսպես ասած։ Որպես պարսիկ գրող, որ անգամ իր կենսագրության մեջ է նշում, որ ինքը պարսիկ է, այդ ժամանակաշրջանում դե ուրիշ հերոս չկա, ինչ անեն։ Հա, այդ ժամանակ են ադրբեջանականացրել եւ դա եղել է հենց Ստալինի հրահանգով, որ եկել ասել են, որ օրինակ սրանց պատմությունը խնդիր է, մենք չգիտենք որտեղից հերոս հանենք, որտեղից հերոսական պատումները բերենք առաջ, մարդիկ կարդան, ոգևորվեն։ Հետաքրքիր է, որ մինչև 28 թվականը խորհրդային միությունում բավականին հարաբերականության մեջ, համեմատության մեջ ասած, բավականին ազատական մամուլ եւ գրականություն կար։ Եվ դա 28 թվականից սկսած սկսում է աշճանաբար փակվել ու 30-ականներին արդեն վերածվում է այդ ռեպրեսիաների կոնտրոլի հետո արդեն ռեպրեսիաների։ Ինչով է դա բացատրվում, որ խորհրդային ղեկավարությունը 28 թվականին սկսել էր մտածել, 29-ից վերջնական եկել էր այն եզրահանգման, որ մեծ պատերազմը անխուսափելի է եւ իրենք պատրաստվում էին դրան, պատրաստվում էին ամեն գնով։ Հա, կուր պետական ապարատ
պատրաստելու, այլակարծությունը ոչնչացնելու, ոչ միայն գործող այլակարծությունը, այլև հնարավոր այլակարծությունը։ Դրանք մարդիկ են ռեպրեսիաների ենթարկվել, որոնք ոչ թե ինչ-որ քայլեր են արել խորհրդային իշխանության դեմ, այլ կարող էին ընդունակ էին դրան, հա։ Այսինքն եւ սրա հետաքրքիր մի այսպիսի բան կա, պատմական փաստ կա, որ 44 թվականին Հիտլերի վրա երկրորդ մահափորձից հետո այդ հայտնի խոսքն է նրա, որ ասում է 41 թվականին երբ որ 37 թվականին Ստալինը բանակը ճակերտներում ասված մաքրում էր, մենք ծիծաղում էինք։ Մենք ասում ենք ինքը հասկանում է, որ մեծ պատերազմ անխուսափելի է, պատերազմ լինելու է։ Հիմա ինքը մասնագետների հետ այսպես է վարվում, բա ով է պատերազմելու։ Հիմա ես հասկանում եմ ինքը ինչքան ճիշտ բան է արել, որովհետև մենք 1941-ին Մոսկվայի տակ էինք, ոչ մեկի մտքով չանցավ, որ կարելի է Ստալինի վրա մահափորձ կատարել։ Այսինքն անմարտկային, անխիղճ, ոչ մեկի մտքով ներսում չանցավ, խորհրդանություն ոչ մեկի մտքով չանցավ, որ կարելի է Ստալինի վրա մահափորձ կատարել։ Այսինքն կուր, տոտալ, այսպես ամբողջատիրական մի համակարգ էր ստեղծված, պետական համակարգ, որը պետք է նշել, որ հաղթեց մարդկային մեծաքանակ կյանքերի գնով, բայց հաղթեց երկրորդ աշխարհամարտում։ Եվ առաջինը հաղթեց այն պետական ապարատը, որը ստեղծել էին բոլշևիկները։ Եվ պատմաբանների մի զգալի հատվածի կարծիքով երբևիցե մարդկության պատմության մեջ գոյություն ունեցող ամենաէֆեկտիվ պետական բյուրոկրատիան է եղել այդ ժամանակաշրջանում։ Այդ ժամանակաշրջանի համար, այդ ժամանակի խնդիրները լուծելու համար։ Բայց սա դեռ երկար քննարկումներ։ Վերադառնալով մեր ինքնութենական հարցերին, ես նաև հիշում եմ, որ այդ շրջանում հնարավորություն տրվեց առավել ակտիվ աշխատելու հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որը մինչև այդ ավելի այսպես ռեպրեսիվ ապարատի համակարգի մոռացա նշել, որ ոչ միայն ազգային ոգիներ այսպես խրախուսվում, ազգային գրականությունը, այլ նաև հավատքը։ Չմոռանանք, որ այդ ժամանակաշրջանում հենց հանվեց, այդ տոտալ բռնաճնշումներից հայ եկեղեցին, ռուսական ուղղափառ եկեղեցին, ռուս մետրոպոլիտը պատրիարքը այդ ժամանակ վերադարձավ։ Չմոռանանք, որ Իոսիֆ Ստալինը առաջի իր կոչը խորհրդային միության քաղաքացիներին սկսում էր եղբայրներ եւ քույրերով։ Այն տավարիշի։ Իհարկե, եղբայրներ եւ այսինքն պատերազմի բնույթը ի սկզբանե պարզ էր այդ ժամանակվա ղեկավարության համար եւ իրենք ամբողջովին փոխեցին իրենց մոտեցումները, այսինքն կիս Աստվածը պատվանդանից իջավ եւ դարձավ բոլորի համար քույր, եղբայր, եկեղեցին հանվեց այդ բռնաճնշումներից, եկեղեցու գոնե հայրաքելական ազգային ոգին սկսվեց օգնություն բոլորի միջոցով, Սաուսի Դավիթ շարաշտությունը բոլորի միջոցով, միայն հայկական եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու տված այդ դրամային եւ Սփյուռքից բերած ահռելի դրանք ծախսեր էին խորհրդային միության համար, դրանք շատ օգտակար երևույթներ էին։ Միանշանակ չմոռանանք նաև, որ սրբանկար էին Մոսկվայի ճակատամարտի ժամանակ անել, այո, բայց այսինքն հենց այդ ժամանակաշրջանում էր, որ իրենք հասկացան, որ պետք է հաղթել ամեն գնով, այդ թվում նաև իրենց նախկին քաղաքականությունից հրաժարվելու գնով։ Մոտս հետաքրքիր հարց առաջացավ, արդյոք հաղթելով կարճաժամկետում, այսպես ասենք, չնայած դա կարճաժամկետ դժվար է կոչելը, սովետական տրամաբանությունը, քաղաքականությունը պարտվեց, որովհետև անցավ անդառնալի գիծը ու արդեն այդ ազգայնականությունը վերաձևակերպվեց ժողովուրդների միջև, իրենք կամաց-կամաց այլևս սկսեցին իրենց տարանջատել, էլի։ Չէ, խնդիրը մի փոքր այլ տեսանկյունից պետք է դիտարկել, համաշխարհային հեղափոխության այդ ցնորական մոտեցումները դեռևս 30-ականների կեսից էր խորհրդային իշխանությունը դրանից հրաժարվել կոնկրետ, Իոսիֆ Ստալինն իր թիմով գնում էր այլ ճանապարհով, առանձին երկրում սոցիալիզմ կառուցելու, եթե խոսենք այլ տերմինաբանությամբ, կարող ենք ասել կարմիր կայսրություն, կոմունիստական կայսրություն կառուցելու ճանապարհով էր գնում։ Առաջին եւ վերջին բոլշևիկյան ցարներ։ Այո, չմոռանանք, որ նույն սոցինտերնը Ստալինը դեմոնտաժի ենթարկեց 43 թվականին, չմոռանանք, որ
պատերազմը խորհրդային միության բանակը սկսել է որպես բանվորագյուղացիական կարմիր բանակ այս պաշտոնական անվանումով, ավարտել է որպես սովետական բանակ։ Դե երբան արարողությունն անգամ չմոռանանք անգամ ուսադիրներն են փոխել, դրանք կան պատմաբաններ եւ հետազոտողներ, որ օրինակ այսօր դա ասում են, որ օրինակ արևմտյան տերությունների հետ բանակցությունների որոշակի արդյունքել է եղել։ Օրինակ մենք ձեզ այս հարցերով կօգնենք, կոժանդակենք, զիջումներ կանենք, բայց օրինակ այդ սոցինտերնից եկեք հրաժարվեք, հա, էլի, որ մեր տարածքներում բան է կան։ Ես հիշեցի այդ երթման արարողությունը, սկզբից ասում էին, եթե ռուսերեն ասեմ, «Служу трудовому народу рабоче-крестьянской Красной Армии», если չեմ սխալվում, հետո վերջում ավարտեցին ծառայում եմ սովետական միությանը հայտի բան, այսինքն արդեն կայսերականության որոշակի բան կոնտուրները սոցիալիզմը առանձին վերցրած երկրում։ Այսինքն այդ համաշխարհային հեղափոխության գաղափարներից Ստալինը դեռևս 30-ականներին էր հրաժարվել, դե շատ բան չէր էլ կարողանել Հայաստանում պատմության ռևիզիայի տրենդի ներքո նաև ինչպես սկզբում խոսեցինք, նաև այսպես վերաձևակերպվում է, փորձում է վերաձևակերպվել նաև մեծ հայերենական պատերազմի կամ երկրորդ աշխարհամարտի ներդրումների չափը։ Ես վերջերս հանրային հեռուստաընկերությամբ նայում էի, թե ինչպես են խոսում նրա մասին, որ մեզ 60-70 տարի մեծ հաշվով, այսինքն սովետական եւ հետսովետական ամիջական պատմագրությունում սովորեցրել, որ եթե չներ սովետական միությունը, սովետական մարդը, ապա Գերմանիան տիրելու էր ամբողջ Եվրոպա, իսկ հետագայում նաեւ երևի այլտեղ դեպի Ասիա մայրցամաքին, հիմա ասում են ոչ, որ սովետական միությունը այո տրամադրել է մեծ մարդկային ներուժ, մեծ պատերի զոհեր, բայց այդ չներ այսպես կոչված լենդ-լիզը, այն է Միացյալ Նահանգների օգնությունը սովետական միությանը, եթե չլներ անգլիացիների պարբերական ռմբահարումները, երկրորդ ճակատի բացումը Նորմանդիայում, ապա այս ամեն ինչը կբերեր սովետական միության պարտությանը։ Ստեղ քարոզչությունը որ հատվածն է եւ իրականությունը որ հատվածը։ Քարոզչությունը ամբողջական, որտեղ հանրային հեռուստատեսության մեկնաբանը, որ գիշերները 50 տարեկան է արդեն, բայց գիշերները պոկեր խաղալու տեղը, որ մեկ գիրք կարդար, լենդ-լիզի մասին 50 տարեկանում չէր լսի, այլ շատ ավելի վաղ կլսեր։ Խորհրդային տարիներին երբեք խորհրդային դասագրքերը դպրոցական կամ բուհական չեն ասել, որ երկրորդ աշխարհամարտում հաղթել է խորհրդային միությունը, ասել են հայրենական մեծ պատերազմում է հաղթել խորհրդային միությունը։ Ի վերջո դա ինչը կեղծ է։ Գերմանիան կապիտուլացվել է եւ կապիտուլյացիայի մասին ակտը մայիսի 8-9-ի գիշերը խորհրդային միության հետ ստորագրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Այսինքն այդտեղ կեղծելու խնդիր չկա։ Ներդրման ինչպես մենք նրանց էլ պարտվեցինք։ Այո, դա հայտնի այսպես դեպք է, դիպված է, շատ հետաքրքրական։ Այնուամենայնիվ խորհրդային միությունը ասել, որ Գերմանիային չէր հաղթի, կհաղթեր առանց լենդ-լիզի։ Ասել, որ անգլո-ամերիկյան ավիացիայի հարվածները Գերմանիային դա օգտակար չէին սովետական միությանը, իհարկե օգտակար էին, բայց սովետական միությանը կհաղթեր Գերմանիային եւ ոչ թե արդեն 27 միլիոն զոհերի գնով, այլ միգուցե մի քիչ ավելի շատ։ Կարող է 1/3-ով ավելի շատ մենք չգիտենք, բայց խորհրդային միության ներուժը բավարարում էր այդ ժամանակաշրջանում Գերմանիային հաղթելու համար։ Ի վերջո պատմական ճշմարտությունը որն է, որ գերմանացիները շատ արագ հասկացան, որ իրենք սխալ հաշվարկ են կատարել։ Իրենք կարծում էին երկու բան, կասկածում էին, որ խորհրդային ժողովուրդը կկանգնի խորհրդային իշխանությունների կողքին, թիկունքին, եւ իրենք կարծում էին, որ խորհրդային հրամանատարությունը, խորհրդային իշխանությունները արագ կհանձնվեն եւ կբարոյալքվեն։ Այս երկու հարցում են իրենք սխալվել։ Եվ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Դրա մասին կան թվեր 1941 թվականի դրությամբ, հա, Մոսկվայի ճակատամարտի դեկտեմբերի դրությամբ։ Խորհրդային տարածքի 1/3-ը օկուպացված էր, որտեղ գտնվում էր խորհրդային արդյունաբերության, այդ թվում նաև ռազմական արդյունաբերության 2/3-ը։ Ընդամենը 2 տարի հետո 43 թվականի դեկտեմբերին խորհրդային միությունը միայնակ տալիս էր ավելի շատ ռազմական բնույթի արտադրանք, քան ամբողջ Եվրոպան իրար հետ վերցրած։ Ինչ է լենդ-լիզը։ Տեխնոլոգիաները։ Լենդ-լիզը դա ամերիկացիների գծած եւ անթակույց է եղել։ Օրինակ կար սենատոր Տրումեն, որը հետո դարձավ Միացյալ Նահանգների նախագահ,
երբ որ Land-Lease-ի մասին օրենքը կոնգրեսը անցկացնում էր, այդ ժամանակ կա հայտնի նրա մեկնաբանությունը, կարծեմ հարցազրույց է The New York Times-ին, որտեղ ասում է դե մենք պետք է նայենք, եթե Գերմանիան հաղթում է, պետք է օգնենք Սովետական Միությանը։ Եթե Սովետական Միությանն է հաղթում, պետք է փորձենք օգնել Գերմանիային։ Ինչքան իրար շատ սպանեն, այդքան մեր համար ավելի լավ կլինի։ Բայց վերջում իհարկե ասում է այնուամենայնիվ ցանկացած իրավիճակում ես չէի ուզենա, որ հաղթող դուրս գա Հիտլերը։ Հետո Land-Lease-ի մասին կա նույն տրումենի մեկ այլ, այսպես հարցազրույց 41 թվականին, եթե չեմ սխալվում, որտեղ ասում է, որ Land-Lease-ով այդ օգնությունը, որ մենք տրամադրում ենք Խորհրդային Միությանը, Մեծ Բրիտանիային եւ մյուսներին, դրանով մենք ամերիկյան զինվորների կյանքեր ենք փրկում, որովհետեւ մեր տվածով մեր զինվորների փոխարեն ուրիշ զինվորներ են կռվում։ Հետո Land-Lease-ը դա ուղիղ օգնություն չէր։ Land-Lease-ը դա այսպես վարկային ծրագիր էր մեծ հաշվով, որը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ընդհանուր առմամբ Land-Lease-ով Խորհրդային Միությանը տրվել է ամբողջ խորհրդային ծախսերի, այսպես ասենք, սկսած սննդամթերքից վերջացրած ցորենի սերմացույով, տանկերով, ավտոմեքենաներով, ամեն ինչով, կերոսինով, հումքով, ամենակարևորը այս ամբողջով մոտավորապես 15%-ն է։ Խորհրդային Միության արած ծախսերի մոտավորապես 15%-ն։ Բայց Միրան, որ պատերազմից հետո տեխնոլոգիաների մասին։ Նաև տեխնոլոգիաներ են տրվել, տեխնոլոգիաները դրանից առաջ են տրվել։ Դեռևս 30-ականներին է սկսել տրվել։ Խնդիրն այն է, որ պատերազմից հետո օրինակ Միացյալ Նահանգները հաշիվ ներկայացրեց։ Այնտեղ բարդ սխեմաներ կա Land-Lease-ը, երկար խոսակցության թեմա է, հա, որ օրինակ 3 տարի պետք է դիցուկ, հա, տվել ենք Studebaker մեքենա։ Այս մեքենան 3 տարի օգտագործելուց հետո օրինակ կարելի է այս մեքենան, այսպես ասած, սպիսատանել, հա, շարքից հանել, բայց եթե 3 տարի չի օգտագործվել, սա կամ պետք է վերադարձնեք, կամ պետք է վճարեք, բարդ սխեմա էր գործում։ Այնուամենայնիվ երկրորդ աշխարհամարտից հետո Միացյալ Նահանգները նույն Խորհրդային Միությանը հաշիվ ներկայացրեց 1 միլիարդ 300 միլիոն դոլարի, որ այսքան մեծ պարտք է։ Խորհրդային Միությունը հրաժարվեց դա տալ, համարեց, որ թիվը ուռճացված է եւ մենք ձեզ պարտքենք 220 միլիոն դոլար։ 20 տարի այս խոսակցությունները սառը պատերազմի այդ ծանր փուլում մնացին, այսպես սառեցված, խոսակցությունը բացվեց 72 թվականին։ Պայմանավորվեցին, որ Խորհրդային Միությունը պետք է վճարի 700 միլիոն դոլար։ Առաջի վճարումները հենց 73-74 թվականներին կատարվեցին 48 միլիոն դոլար Խորհրդային Միությունը տվեց։ 90 թվականին Գորբաչովը նորից հանձնառավ, որ պետք է վճարումները կատարեն։ Հետ խորհրդային շրջանում մի խոսքով վերջի Land-Lease-ով վճարումը, իսկ ընդհանուր վճարվել է 600 միլիոնից մի քիչ ավել։ Վերջի վճարումը տեղի ունեցել 2006 թվականին։ Արդեն Ռուսաստանի Դաշնությունն է վճարել։ Արդեն Ռուսաստանի Դաշնությունն է վճարել։ Ռուսաստանի Դաշնության հետ միասին վճարել են, համաձայնություն էին տվել, որ կվճարեն Բելոռուսը, Ուկրաինան եւ Ղազախստանը։ Ընդհանուր այդ գումարից, որ Land-Lease-ի ամերիկացիները 1.3 միլիարդ էին հաշվարկել, 600 միլիոնը Խորհրդային Միությունը, հետո արդեն Ռուսաստանը վճարել է։ Վերջի վճարումը եղել է 2006 թվականին։ Բայց չմոռանանք, որ Խորհրդային Միությունը տվեց այս պատերազմին ամենակարևորը իր ով է հաղթել, ով չի հաղթել, ամենահետաքրքիրը այդտեղ կա Eisenhower-ի գնահատական 46 թվականին, երբ որ Կրեմլում այդ կենաց է բարձրացնում եւ ասում է, որ մարդկային ռեսուրսը այս պատերազմում ձեզանից էր, նյութատեխնիկական ռեսուրսը մեզանից էր, բայց այնուամենայնիվ նյութատեխնիկական ռեսուրսը մարդն է շահագործում, դուք եք շահագործել եւ հաղթանակի ամենամեծ բաժինը ձերն է։ Ի վերջո, օրինակ նույն այդ հմեկի եթերը ես որ նայում եմ, այդ տագիտ մի հատ խոսակցություն, ասում եմ, եթե հայրենական մեծ պատերազմում հաղթել է Խորհրդային Միությունը, ինչ է Գերմանիան բաժանվեց 4 մասից, բացահայտ մի տագետ խոսակցություն է, քարոզչություն է գնում։ Այդ քարոզչությունը կարելի է մի քիչ ավելի գեղեցիկ էլ անել, պրոֆեսիոնալ անել, բայց քանի որ գործ ունենք կներեք ոչ եթերային, հա, տերմինաբանոց քարոզչական փթիրների հետ, այս փթիրները առաջ են տանում այս խնդիրը նման անտաղանդ ձևով,
Ոչ խորհրդային միությունը, ոչ հետխորհրդային, հա, Հայաստանը դասագրքերում կամ այլտեղ երբեք չի գրվել, ոչ Ռուսաստանը, որ երկրորդ աշխարհամարտում հաղթել է խորհրդային միությունը միանձնյա։ Երկրորդ աշխարհամարտում իր մեծ հայրենական պատերազմը։ Երկրորդ աշխարհամարտում, որին մենակ Գերմանիան չի մասնակցել, Ճապոնիական, հաղթել են դաշնակիցները։ Հաղթել են դաշնակիցները, կոնկրետ Գերմանիայի նկատմամբ հաղթանակի առյուծի բաժինը, դա խորհրդային միության, այսպես ասենք, հա, զասլուգան է, ռուսերեն բառ խորհրդային ժողովրդի, մենակ հայ ժողովուրդը 300,000 զոհ ա տվել։ Ի վերջո գերմանական բանակը 1941-43 թվականների գերմանական բանակը համարվում է այդ ժամանակաշրջանի աշխարհի լավագույն ռազմական մեքենան։ Եվ ոնց ուզում ես հետազոտի, միևնույնն է, այդ բանակի ողնաշարը ջարդել է խորհրդային բանակը։ Եվ խորհրդային ճակատում պատերազմը եւ եվրոպական ճակատում պատերազմը դա այլ բաներ էր։ Խորհրդային ճակատում պատերազմը դա վայրենի պատերազմ էր, բառի ամենաբուն, ու ինչ չեն կարող ասել Ֆրանսիայի մասին։ Բնականաբար, հա, այսինքն իրար նկատմամբ բան կար, իսկ կոնկրետ գերմանացիները խնդիր չէին տեսնում, որ իրանք այդ դրանք նախ Օստենի շրջանակներում պետք է ցեղասպանություն իրականացնեն, էթնիկ զտումներ իրականացնեն։ Հենց դա է ուզում գայի, նաև կա որոշակի քարոզություն են առումով, թե հայերս մենք կունենայինք անկախ պետականություն, Թուրքիայի հատվածը մի կողմ դնենք մի պահ, հա, որտեղ գերմանացիները եթե սովետական հրեշին ջարդեին, վերջիվերջո թաղթանակը ձևակերպել եւ այլն եւ այլն, ես ուզում խոսենք Բարբարոսայի մասին, այդ պլանի, որ սկսվեց, հա, դրա տակ քաղաքական փաստաթուղթ կար Բարբարոսայի տակ, այսինքն նպատակն է թե ինչպես պետք է դա իրականացվի։ Ու այնտեղ մեղմ ասած ոչ մի խոսք չէր գնում սովետական ժողովուրդների բարօրության եւ սովետական ժողովուրդների Սովետ միությունում ապրող անկախությունների մասին։ Ինչքան ես հասկանում եմ, այնտեղ բան էր, ԽՍՀՄ արևմտյան հատվածը դառնում էր միանշանակ Fatherland, թե չեմ սխալվում։ Այդտեղ ժողովուրդը պետք է տեղահանվեր եւ քշվեր գերմանական դաշտերը եւ գործարանները, հա, Ուկրաինայի, Բելոռուսի աշխատելու, իսկ այդ տարածքները պետք է գերմանացիները բնակեցնեին։ Հետո հարց չի առաջանում նույն լեհացն, ինչի համակենտրոնացման ճամբարները հрьяաներին, որ տանում այրում էին եւ առաջիններու ամենամեծ համակենտրոնացման ճամբարը Մայդանեկը ինչեր Լեհաստանի տարածքում ստեղծվել։ Հрьяաներին վառելուց հետո պետք է լերին վառեին, այդ տարածքները պետք էր առանց մարդկանց։ Իրանք դա չէին էլ թաքցնում, դա պաշտոնական մոտեցում էր, պաշտոնական փաստաթուղթ էր։ Ինչ էր անելու Թուրքիան Հայաստանում, երևի բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը Թուրքիայի փայն էր, դա էլ է ակնհայտ, որովհետև հիմա օրինակ կան աշխարհում շատ պատմաբան մասնագետներ, որ ասում են չկա առաջին եւ երկրորդ աշխարհամարտ, դա մեկ ընդհանուր պատերազմ է, մեկ ընդհանուր տրամաբանության մեջ։ Ինչպես առաջին աշխարհամարտի ժամանակ էր սա, այսպես ասած թուրքական փայ գերմանացիների հետ պայմանավորվածությամբ, նույն ձև էլ երկրորդ աշխարհամարտի։ Դրա մասին շատ քիչ է հիմա խոսվում, բայց ի վերջո օրինակ Գարեգին Նժդեհը հո մեծ հաճույք չէր ստանում գերմանացիների հետ աշխատելուց, որովհետև ինչ էր տեղի ունեցել, գերմանական օկուպացիայի ներքո հայտնվել էին մոտ 300,000 հայեր, իսկ Գերմանիայում այդ քննարկումը կար համահավասարացնել գնչուներին։ Մեծ անարդարություն կա, որ օրինակ հрьяաների հոլոկոստը մարդկությունը այդքան հիշում է եւ թմկահարում է, բայց այն ինչ նացիստներն արել են գնչուների հետ, դրա մասին կամ չի խոսվում, կամ շատ քիչ է խոսվում։ Բայց ահռելի ծավալների է հասել գնչուների ցեղասպանությունը, որտեղ որ նրանք հայտնվել էին նացիստական այդ օկուպացիայի շրջաններում։ Նույնը սպառնում էր հայերին, ինչ որ մեկը պետք է այս մարդկանց ճակատագրով զբաղվեր։ Բայց դրա համար էին գնում ասում, մենք արիացիներ ենք, մենք ընդհանուր արիական ծագում ունենք, որպեսզի փրկեն այս մարդկանց։ 300,000 մարդ էր հայտնվել այդ օկուպացիայի տակ։ Մի կողմից ինչ էին անելու սրանց այդ նացիստները, մյուս կողմից ինչ էր լինելու, եթե Թուրքիան ներխուժեր Հարավային Կովկաս։ Մոտավորապես արդեն կարելի է եզրակացնել ինչ ելնելու։ Պարոն Հակոբյան, վերջում եթե իրերը փորձենք կոչել իրենց անուններով, ինչի են Հայաստանում սկսել տանել արդեն ոչ միայն մեր պատմության ռևիզիա, ընդ որում թույլ տվեք ասել,
ոչ թե անգրագետ, անցած եթերում լավ բառ ասեցիք, անբարոյական ռևիզիա, այլ նաև այդ ռևիզիան այլևս անցել է պայմանական ասած Հայաստանի սահմանները եւ մեր բոլորիս ընդհանուր անցյալի ռևիզիայի մասին է այլևս խոսք գնում։ Ինչու՞։ Փորձ է կատարվում, պատճառը մեկն է, քանի որ մենք գործ ունենք մեծ հաշվով տգետ մարդկանց խմբավորման հետ, այս տգետ մարդկանց խմբավորումը ինչ է մտածում։ Մի քայլ հետ են իրենք դեռևս բայդենական Ամերիկայի ժամանակներում են, որտեղ երկրորդ աշխարհամարտը տենց պետք էր սովետական ման նվազեցնել եւ այդ ժամանակներում, հա, այդ ուլտրալիբերալ մոտեցումներով ընդհանրապես հաղթել էր Միացյալ Նահանգները, մի քիչ էլ Մեծ Բրիտանիան, էս էր, հանված էր, հա, խորհրդային ամբողջ բանը, որը ժամանակակից Ամերիկայում այդպես չի, օրինակ տակավին վերջերս հա Թրամփի ստորագրությամբ մայիսի 8-ը հռչակվեց որպես իրենց մոտ պետական օր, հաղթանակի օր, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ է այդտեղ մեծ ներդրում ունի, ներդրում ունի, զոհեր ունի, այդ մարդկանց հիշատակը պետք է հարգել, այդ հաղթանակով պետք է հա սերունդներ մեծանան, իրենք եկել են այդտեղ, այստեղ դեռ այդ բայդենական Ամերիկայի մտածելակերպն է եւ փորձում են բայդենական հակառուսական քողարկված քարոզը փորձում են ծախել Ամերիկայի վրա, բայց ոչ թե գործող Ամերիկայի, այլ բայդենական Ամերիկայի։ Ես պատահական չեմ օգտագործում տգետ տերմինը, որովհետեւ այդ տրենդը, որ իրենք տեսել են, հա, տարիներ շարունակ 10 տարուց ավել, հա, իրենք չգիտեն, որ դա ավարտվել է։ Եվ նախկին տրենդի մեջ բայդենական Ամերիկային հետին թվով լավություն են անում։ Ուզում են ցույց տալ, որ տեսեք, մենք ձեր հետ ենք, մենք ձեր համակարծիք ենք, համախոհ ենք, սա Հայաստանում հակառուսականության, իսկ իրականում մեր սեփական, մեր իսկ սեփական պատմությունը ոչնչացնելու, վատ ձևով ռևիզիայի ենթարկելու փորձ է, որը դե իսկականից այդտեղ բարոյականության խնդիր կա։ Միայն Բագրատիոն օպերացիայի ժամանակ 14000-ից ավել զոհ է եղել, ավելի շատ, քան մենք Ղարաբաղյան երկու պատերազմում ենք տվել։ Բա այդ մեր հաղթանակը չի, բա ում հաղթանակն է։ Բա 300,000 հայորդիներ, որ գնացել են, գլուխները դրել են։ Բա այդ տենց ո՞նց է լինում, այսինքն ի՞նչ է տեղի ունեցել, բայց մարդկանց հաղթանակը մենք ի՞նչա պետք է անտեսենք։ Ի վերջո, եթե մենք շատ ավելի խելացի գտնվեինք այս նախորդ 30 տարիների ընթացքում, մենք մեր դերակատարությունը շատ ավելի ընդգծված կերպով առաջ կտանեինք, որովհետև կներեք, բայց հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի ժամանակ ավելի շատ զոհ է տվել, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դե հիմա մենք դա ո՞նց անտեսենք։ Սա իրականությունը ցավոք արդեն 5-րդ տարին է մենք մայիսին նշում ենք անկախությունից 92 թվականից հետո ձևավորված այդ եռամիասնության տրամաբանությունից դուրս, որովհետև մենք միանգամից 3 այսպես հաղթանակի օր էինք նշում մի օրվա մեջ Շուշիի ազատագրում, մեծահայնականի հաղթանակ եւ ինչպես նաեւ պաշտպանության բանակի ձևավորման ու երկրապահ կամավորականների միության ձևավորման օր որպես այդպեսին, վերջին 3-ը մեզանից գողացել է, մնացել է 1-ը։ Տեսնենք թե այս մեկի ճակատագիրը ինչ է։ Տեսեք ինչ է եղել վերջին 100 տարիների ընթացքում, հա, ցեղասպանությունից մազապուտ եղած ժողովուրդը, որին խորհրդային միությունը, հա, պետք է ընդգծենք, խորհրդային միությունը պետականություն ստեղծելու հնարավորություն է տվել, հաղթահարել էր իր մեջ ցեղասպանվածի կոմպլեքսը, ապրում էր նրանով, որ ինքը երկրորդ աշխարհամարտում հաղթած պետության մասը, հաղթած ինքնավար պետություն է, որ ինքը իզորու է գիտատեխնիկական պետություն ստեղծել, որը ունի աշխարհի ամենահզոր բանակը, դրան գումարվեց հետագայում հետխորհրդային շրջանում հա Շուշիի հաղթանակը, այդ ցեղասպանության կոմպլեքսից ազատված մենք եկել հասանք մինչև 2021 թվական, երբ Հայաստանի հայրենիքի գող, հաղթանակի գող անփառունակ իշխանությունները մեզ հասցրեցին այնտեղ, որ հիմա մենք հետ ենք թռել ուղիղ 100 տարի հետ եւ կոտրած տաշտակի առաջ, հիմա մենք չգիտենք մայիսի 9-ը մեր համար ինչ է։ Այո, տոնա թե տոն չի։ Ամեն դեպքում եկեք շնորհավորենք մենք բոլորին մայիսի 9-ի հաղթանակի կապակցությամբ եւ չմոռանանք, որ պետք է հարգանքի տուրք տանք այն մարդկանց, ովքեր այդ հաղթանակը կերտել են եւ սերունդներին դաստիարակենք այն ոգով, որ հաղթանակի հետևից դեռևս պետք է գնալ ու դրան հասնել։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար
Իմ հյուրն էր պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։